Մեհետ է մամունն հետ քեցալում եկեղեցի։ Պատարագ էին քեցալ։ Ես պատարագը եշելում, օզել եմ վեր պիցայում խորան։ Պատարագից հետո քեցալում Տեր Միքայելին կողքը։ Ասամ վեր ես էլ եմ պիցայում խորան։ Ասավա մկրտվածս, ասամ չէ, դե կմկրտին քեզ, կպիցայում խորան։ Ու Աստծո օգնությամբ ես բարձրացա խորան։ Արցախյան պատերազմից հետո Ոստան համայնքում էլ հաստատվեցին շատ արցախցիներ։ Այդ ընտանիքներից մեկը մեր սիրելի փոքրիկ Արամեի ընտանիքն էր։ Ինչպես մնացած բոլոր ընտանիքներին իրենց եւս այցելություն կատարեցին։ Այդ իրավիճակի մեջ հոգևոր որևէ փոփանք մխիթարություն բերելու համար։ Եվ Արամեն շատ աշխուժ, շատ ակտիվ, շատ հարցասեր, անմիջապես գրավեց իմ ուշադրությունը եւ ես փորձեցի իրեն եկեղեցու ճանապարհ ուղղորդել դեպի։ Առավոտը երնկենում վեշեր սերում քամ։ Հետո քամում խորանում մաքրում մինչև Տեր Ղևոնդակյա, հետո հիբը Տեր Ղևոնդակյամը տորնը պեցանում, մունք հետո միասին սկսում ենք պատարագը։ Իսկ որ խնդրես պարսայն օրից, որ առաքեցանցիս։ Ես անծանոթ էր մի քիչ, բայց դեպիները, որ երգում էին, ես սովորեցի գրափարը։ Գնացի առաջ օրը, տեսամ ոնց եմ բուրվար գցում, արդեն ասեմ, ես ուզում եմ բուրվարակի դառնալ։ Շատ բաներ այն ժամանակ չգիտեի, բայց Փառք Աստծո արդեն գիտեմ։ Օրհնյալ, եկյալ ավանդյալ, օրհնությունի բարձուս, օրհնյալ որ գալոցն է։ Արամեն սկսեց քիչ-քիչ սովորել բուրվար գցել։ Չնայած բուրվարն իր չափին է գրեթե, բայց կարողացավ համարձակությունը ունենալ եւ մտնել այդ պատասխանատու ծառայության մեջ։ Ինչ փոխվեց կյանքում։ Ավելի բարի դարձա, մինչև եկեղեցի չեմ մտել, չեմ սովորել տերունական աղոթքը։ Ասում էի չեմ կարում, հետո վաղը կսովորեմ։ Դες չէի սովորում։ Բայց երբ որ եկեղեցի մտա, տերունական աղոթքը սովորեցի։ Խորանի ամենակարևոր կանոնը այն է, որ խորանի վրա չխոսալ, խորանի այն մասը չկտրել, որտև այնտեղ, որ դրածը սրբոսեղանը, մենք պիտի հետևով անցնենք, դեմով չի կարելի անցնել, եկեղեցուն ամեն մի հատված շատ սիրում ենք։ Քրիստոնեության հրավերցա եւ գործովս անարժան գտա, գիտելովս չարով կամավ կորացա։ Անընդհատ իր խորան բարձրանալու փաստը իր համար որպես ոգևորիչ եւ առավելություն է տեսնում։ Եվ մյուսների մոտ անընդհատ դա շեշտում է, որ ես խորան բարձրացող եմ, ես դպիր եմ որպես, ես Տեր Հայրի աջ ձեռքն եմ, այսպես ասած, ես եմ պատասխանատու շատ հարցերում։ Այսինքն ունի այդ պատասխանատվության զգացումը եւ պատրաստակամ է եկեղեցում ցանկացած իրավիճակի մեջ իր ներգրավվածությունը ունենալու եւ պատրաստ է յուրաքանչյուր հարցում օգտակար լինելու։ Շատ ասում Տեր Հայրը, ինչ ասում է ես անում եմ։ Օրինակ մի անգամ ես սխալվեցի, գրակալը պիտի բարձրացնեի, երգելով իջել եմ։ Հետո որ բարձրացրին, ասեց չի կարելի, էլի երգելով չեն իջնում։
ասիմ լավ, էլ տենց բան չի կրկնվել։ Եկեղեցին է ամենալավը իմ համար։ Բան չկա տենց։ Ասենք, որ մաման ասում է, կամ մորքուրը ծանգում ասում է, քել մի անգամ արի մեր տուն, ասում եմ, բայ եթե ես չգնամ, Տեր Ղևոնդը չի կարողանալու պատարագանի։ Քուրիկս մամայի հետ է գալի։ Ես ինձ լավ եմ զգում, որ իրենք գալիս են եկեղեցի, Աստծո տուն են գալիս։ Որ ֆուտբոլիստն է Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն ռմբակոն։ Հարցասիրության հետ մեկտեղ նաև այդ հարցերի պատասխաններն են շատ դեպք ունեն։ Երբ որ կիրակնորիայի դասերն անցնում ենք, ասում ենք օրինակ, այսօր այս դասը պիտի անցնենք։ Ես գիտեմ դա։ Ես արդեն կարդացել եմ տանը։ Ես ամբողջ գիրքը ընթերցել վերջացրել եմ արդեն, ասում եմ։ Ասեմ շատ լավ ես արել, բայց հիմա պիտի դրա բացատրությունը արդեն ստանանք, թե որն ինչ է նշանակում։ Եվ անընդհատ գալիս կանգնում է կողքս, հա, կիրակնորիայի ժամանակ, հատկապես բոլորը նստած են, ինքը պիտի կողքս կանգնած լինի։ Սա սիրո զգացում է, վստահության զգացում է վստահաբար, որը իր մեջ արտացոլվում է այդ կերպ նաև։ Աստծո անունը զուրտեղը մի օգտագործիր։ Կիրակնորիա դպրոցից մենք սովորենք միություն, որ մենք պետք է լինենք մի մարդու նման, օրինակ ինչ է նշանակում եկեղեցի։ Եկեղեցի նշանակում է ժողովուրդ, այսինքն, որ մարդիկ շատերը, որ եկեղեցում են էլի ընկերանում։ 4-րդ հարցից հետո ասում է պատվիր քո օրն ու մորը։ Այսինքն Աստվածը հետո քո հայրն ու մայրը։ Պիտի պատվես քո օրն ու մորը։ Առաջնայինը մեր կյանքում պիտի Աստված լինի։ Սիրել եւ իրեն էլ սիրել տալ այդ ճանապարհը։ Եթե նա սեր տեսնի մեր մեջ այդ ճանապարհի նկատմամբ, ինքն էլ կսիրի։ Եթե իր նկատմամբ սեր տեսնի, բնականաբար ինքն էլ մեզ պիտի սիրի։ Ամեն անգամ, երբ որ օրինակ հասնում ենք եկեղեցի եւ Արամեն ընդառաջ է վազում, արդեն իսկ այնտեղ է եկեղեցին դեռ փակ, հա։ Երկու անգամ այստեղ մրգավանում տեսել է, թե ինչպես ենք ավելի մեծ ածուխ օգտագործում բուլվարի մեջ, գնացել է տուն, գնացել ենք հաջորդ պատարագին եւ եկել ասում է մեծ ածուխ եմ բերել, որպեսի մրգավանի պես այստեղ էլ մեծը օգտագործենք։ Այսինքն ամեն ինչ ուզում է անել, որպեսի լավ ստացվի, գեղեցիկ ստացվի, պատշաճ ստացվի եւ իր մեջ ունեցած այդ սերը դրսևորվում է նաեւ գործերի միջոցով։ Որ եկեղեցով եմ ապրում, ես հույսով եմ ապրում, հավատ ունեմ, հավատում եմ Աստծուն ու սիրում եմ։ Ֆուտբոլիստ է ուզում դառնալ, բայց հետո որ եկեղեցով ապրեցի, ուզում եմ հասցնեմ դառնալ հոգևորական։ Գյուղում ավելի լավ է, բնությունը ամբողջությամբ բնություն է, ծառերը լի են, օդը շատ լավ է։ Որ գյուղում եմ ապրում, ամեն ինչ էլ փորձում եմ անել։ Ես ու պապաս ենք, երկուսով ենք աշխատանք կատարում միշտ։ Հավաբույնը էլի մենք ենք սարքել երկուսով։ Պապաս ասում էր հողը բեր, դու հողը բան ես անում, լցնում ես, ես տանում եմ։ Լցնում ես, ես տանում եմ։ Երազանք ունեմ, որ մի հատ իմ համար շուն լինի։ Շուն եմ ուզում վերցնեմ իմ համար։ Մենք մեծերս շատ բան ունենք սովորելու մանուկներից, ճիշտ է մենք որպես խորհրդատու ենք, դաստիարակ ենք, շատ հաճախ առաջնորդ ենք, բայց իրականում իրենցից ավելի շատ բան ունենք սովորելու, այդ անկեղծությունը, պարզությունը, մաքրությունը, որպեսզի Տիրոջ խոսքին համապատասխան լինենք։ Ես նկարեցի, վերջացրեցի։ Նկարել եք։ Հա? Կիսատ վրատ է եղել, բայց Ապսոս խոսել, ուսմասը խոսել։ չգիտեմ։
Եթե դուք մտածում եք, թե էսի լավ է, բան չունեմ ասելու։